Ես փորձում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր այստեղ գալիս են եւ ներկայանում են իբր թե որպես եկեղեցու պաշտպան, ասելով, որ եթե դուք խոսում եք Գարեգին երկրորդ կոչվածի դեմ, դուք խոսում եք եկեղեցու դեմ։ Բացարձակապես ոչ։ Մենք խոսում ենք եկեղեցին սրբացնելու եւ պայծառացնելու մասին։ Ես իմ առողջությունն եմ դրել դրան, անելով իմ թարգմանությունները եւ ամբողջ աշխարհը դա կարդում է։ Հարցն այն է, որ այսօրվա ձեր քահանապետությունը կանչված չէ Աստծոց, դուք դրածոներ եք։ Եվ քանի դեռ դժոխք չեք գնացել, ես ձեզ մայրավարի խնդրում եմ հեռացեք։ Լսեք, դուք չեք հավատում դժոխքին։ Քահանայությունը այնպեսի մի բան չէ, որ դու ահա որոշես կարիերա անես դրանով։ Այստեղ ամեն ինչ ներկայացրել եմ։ Եվ ես ինքս բացարձակապես ինքս ինձ համարում եմ առաքելական կաթողիկե հայոց եկեղեցու զավակը, մկրտվել եմ այնտեղ պնդացել եմ ոսկորը, այնտեղ ես դրել եմ իմ հավատքի հիմքը, ըստ լուսավորչի, ըստ շնորհալու, ըստ նարեկացու, ըստ լամբռոնացու, եւ ես ձեզ այստեղ ներկայացրել եմ, որ մեր ժողովուրդը ունեցել է շատ կարևոր մի շեղվածություն, Ետ գնացեք լսեք իմ դասախոսությունները, Կիլիկիո դպրոցի մասին, Տաթևացու դպրոցի մասին, այդ հակասությունների մասին, ես չոսկոցը, միաբնակներ եւ ասում եք անուններ այստեղ մեկ գրված են, բոլորին ես անձնապես շփվել եմ, բոլորի աղանդը, հերձվածը ես գիտեմ եւ ներկայացրել եմ այստեղ, նրանք պետք է հեռանան եկեղեցուց, ինչ պատահեց։ Ուրեմն ձեր Աստված Քրիստոս մահացավ 6-րդ դարում, 6-րդ դարից հետո Քրիստոսի եկեղեցին գոյություն չունի, դուք ասում եք մենք ընդունում ենք միջև Կոստանդինոպոլսի առաջին ժողովը, հետո չենք ընդունում, չեք ընդունում Տրենտը, որը ներկայացնում է թե ինչ է բողոքականությունը, չեք ընդունում Վատիկան առաջինը, որը ներկայացում է թե ինչ է մոդեռնիստական այսողությունները, որ հիմա վերցրել են ամբողջ աշխարհը, չեք ընդունում Լեո 13-րդի աշխատությունները, որը նկարագրում է ինչ է իրենից ներկայացնում կոմունիզմը եւ աթեիզմը, Չոսկոցո, դուք դեբիլ եք, խելք ունեք դուք, բա որ խելք ունեք ինչու աստվածաբանություն չեք ուսումնասիրում, նորից, ես իմ առողջությունն եմ դրել, հասկանալու ճշմարտությունը, բաժանելու մոլախոտը հասկից, եւ փառք Աստծո, որը ես այսօր գտել եմ իմ ճշմարտությունը, այդ ճշմարտությունը բացարձակ է, եւ այդ ճշմարտությունը գալիս է Աստծուց, եւ ահա, երբ որ ես խոսում եմ միաբնակ դրածո սիմոնական մեղքով, ուրեմն Սուրբ Լուսավորչի աթոռը ձեռք գցած այս կտրիչ Ներսիսյանից, ես պահանջում եմ նրա հրաժարականը, նա պետք է ինքը հասկանա, որ ազգի վերջն է, մի սրբով ասում է, ազգը փրկվում է եւ մի պաղծով ազգը ոչնչանում է, եւ հիմա մենք կանգնած ենք դրա առաջ, որ այսօր մեր եկեղեցում կան սրբեր եւ ժողովրդի մեջ էլ կան սրբեր, ես ինչքան տեսնում եմ հասկանում եմ, սակայն նրանք առաջնորդը չեն, առաջնորդն է գայլը, եւ մնացածին ինքը դարձնում է այծեր, եւ ահա նրանք գահավիժում են դեպի ներքև գահավիժող դժոխքի մեջ, եւ իհարկե այնտեղ կա աստվածային ծրագիրը փրկելու մարդկանց, դրա մասին այսօր չեմ խոսում, ես ուզում եմ ասել ոչ մեկը թող չասի, դուք խոսում եք հայ առաքելական եկեղեցու դեմ, մենք վերականգնում ենք հայ առաքելական եկեղեցու պայծառությունն ու սրբությունը, դուրս շպրտելով գայլերին այնտեղից, եւ դուք պարտավոր եք, եթե Աստծուց վախ ունեք, պարտավոր եք համագործակցելու մեզ հետ, արդեն ժամանակն է, որ նրանք ովքեր հասկանում են, որ Գարեգին բն կանչված չէ, բոլոր այն քահանաները եւ բոլոր այն պորտաբույց այս բանականները, որ իբր թե միացնում են, ոչ մեկ նրանցից ուրեմն կանչված չէ, եթե կանչված եք, տեսնենք ձեզ փողոցներում, տեսնենք ձեզ ժողովրդի առաջ ծառայություն անելիս, ես հասարակ մի հավատացյալ եմ, ամբողջ իմ կյանքը նվիրված է դրան, դուք ինչո՞վ պիտի արդարանաք Աստծո առաջ, Աստծուն չեք հավատում, հարցն էլ դա է, եւ ես ձեզ խնդրում եմ, իմ ալիքում պոստեր չդնեք եւ չգաք այստեղ, չլսեք իմ դասախոսությունները, որովհետեւ այստեղ ասված է, այս դասախոսությունները մեծ ընտրված մարդկանց համար են, կանչվածներ շատ կա, որոնք իրենք մեջտեղ են գցել իրենց, բայց ընտրյալները միայն Աստված է ասում ընտրյալները ովքեր են եւ ընտրյալների ուրեմն ընտրյալ լինելու գաղտնիքը սա է, ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում։ Մեզ հայ առաքելական կաթողիկե Սուրբ եկեղեցուն
տրված է ալֆան եւ օմեգան, ամբողջ ճշմարտությունը, որը դուք ծուռ հայելների թակավորության մեջ ներկայացնում եք որպես հեթանոսություն եւ դրա համար դուք անիծված եք։ Եվ ահա, ես պիտի չթողնեմ, ինձ նման մարդիկ պիտի չթողնեն, որ ժողովրդին տանեք դեպի դժոխք ձեզ հետ, որտեղ դուք եք պատկանում, որին դուք եք պատկանում հավերժորեն, ամեն։